Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգույն Սրբո ամեն։ Որովհետև դու ինձ տեսար հավատացիր։ Երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կհավատան։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս։ Երբ մենք կանգնում ենք Տիրոջ թափուր գերեզմանի առջև, մեր սրտից եւ հոգուց ներս սողոսկում են մեր կյանքի վախերը, մեր կյանքի կասկածները եւ ամենակարևորը թերահավատությունը, որովհետեւ մենք չենք կարողանում ընկալել, թե ինչպես Քրիստոս հարյավ իմեռելով դրվելով այդ գետնափոր ժայռի մեջ, գերեզմանի մեջ, որ այլևս պիտի շարունակաբար ամփոփեր նրա մարմինը։ Որովհետև մենք չենք կարողանում ընկալել, թե ինչպես Քրիստոս, որ մեզ խոստումներ տվեց հավիտենական կյանքի, ինքն իր կյանքը զոհաբերեց հանուն մեր կյանքի։ Որովհետև մենք չենք կարողանում հավատալ, թե ինչպես հավատը կարող է մեզ փրկել մեր կյանքի բոլոր նեղություններից, դժվարություններից եւ հատկապես փորձություններից։ Եվ այս տարակուսանքի մեջ էին բոլոր առաքյալները, որոնք թեպետ եւ ստացել էին հրեշտակից այդ ավետիսը, որոնք եւ վկայություն էին ստացել յուղաբեր կանանցից, թե Քրիստոս հայտնվել է նրանց, այնուամենայնիվ տարակուսանքի մեջ էին եւ շարունակաբար հավաքված վերնատանը աղոթում էին, որպեսզի Տերը ի վերջո նրանց ցույց տա ճշմարիտ ճանապարհը իրենց հավատի, որով որ չի ավարտվում իրենց առաքելությունը, որով որ չի սահմանափակվում իրենց հոգևոր կյանքը, որով իրենց համար նորից պիտի ծլարձակի հույսը հավիտենականության։ Եվ այս իմաստով, երբ նրանք շարունակաբար այդ աղոթքի մեջ հարատևում էին, Քրիստոս սկսում է հայտնվել իր աշակերտներին, որպեսզի նրանց քաջալերի իր ներկայությամբ եւ իր ամբողջ կերպարանքով, որպեսզի տեսնեն եւ կարողանան իսկապես համոզվել, որ ողջ է Տերը, հարության է Տերը եւ մեռելներից այլևս վեր առնելով պիտի շարունակի իր առաքելությունը համբարնալով երկինք, ինչպես ասում էր, եւ ուղարկելով Մխիթարիչին։ Եվ այսօրվա կիրակին, սիրելիներ, իր խորհրդով հենց այդ հայտնությունների կիրակին է, որով որ մեր հայրերը այն կոչել են նոր կիրակի։ Կարծեք, թե նոր արարչագործություն է տեղի ունենում, որովհետեւ Քրիստոս գալիս եւ կանգնում է իր առաքյալների մեջ եւ երբ նրանք տեսնում եւ համոզվում են, որ ինքն է, որովհետեւ ուրիշ մեկը չէր կարող փակ դռների միջով գալ եւ կանգնել սենյակի մեջտեղում իր աշակերտների շրջակայքում։ Եվ երբ կանգնում է նրանց մեջ, նրանց ողջունում է ասելով խաղաղություն ձեզ, եւ ապա փչելով նրանց վրա ասում է առեք Սուրբ Հոգին, եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի։ Ինչպես սիրելիներ, մարդ արարածին եւ ստեղծում էին ամենասուրբ երրորդությունը, Աստված շունչը փչեց նրան մեջ, կավից ստեղծված, հողից ստեղծված մարդու մեջ, եւ կենդանացավ մարդը Աստծո հոգով, որովհետեւ Սուրբ Հոգին միշտ կենդանացնող է, որովհետեւ Սուրբ Հոգին միշտ կյանք պարգևող է։ Անկամ եթե դուք հայտնվում եք մեղքերի մեջ, եթե թողնեք, որ ձեր մեջ այդ Սուրբ Հոգին գործի, այդ մեղքերը պիտի վերանան եւ մաքրվեն, որովհետեւ ձեր մեջ պիտի բացվի այն ակունքը, որով որ պիտի հասկանաք եւ ըմբռնեք, որ Քրիստոս յուրաքանչյուրիդ մեղքը մաքրեց իր հեղված արյամբ, եւ ձեզ պարգևեց Սուրբ Հոգին, որպեսզի կարողանաք շարունակ Սուրբ Հոգու պարգևած շնորհներով
վեր հառնել ձեր փորձություններից եւ ձեր աղտոտյալ կյանքից։ Եվ ասում է Քրիստոս եւ եկավ կանգնեց իր ժողովրդի, իր այդ փոքրիկ համայնքի մեջ, որ պիտի ծավալվեր դեպի աշխարհի բոլոր ծագերը, ասում է փչեց նրանց վրա եւ ասեց առեք Սուրբ Հոգին։ Պարգևեց նրանց Սուրբ Հոգին, բայց նաեւ տվեց իշխանություն մեղքերը կապելու եւ արձակելու։ Առաքելության կանչեց առաքյալներին, որով որ հիմերը նետեց Քրիստոսի Սուրբ եկեղեցու։ Հիմերը դրեց Քրիստոսը հաստատ տաճարի եկեղեցու, որը պիտի իր առաքելությունը վերցներ այլևս իր ուսերի վրա եւ Աստուծո զորությամբ շարունակեր աշխարհի մեջ քարոզել Քրիստոսին։ Եվ վկայում է ավետարանիչը այս դեպքում Հովհաննես մեզ պատմելով, որ բացակայում էր այդ այցելությունից Թովմասը 12-ից մեկը երկօրյա կոչվածը եւ բնականաբար իր թերավատությունն էր հայտնում, որով եւ հայտնի է ինքը եւ ասում էր, եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ եւ իմ ձեռքերը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա։ Եվ 8 օր անց Քրիստոս նորից այցելություն է շնորհում իր այս փոքրիկ հոտին։ Եվ երբ գալիս է վերստին կանգնում է այնտեղ առաքյալների մեջ, որոնց մեջ էր նաև Թովմաս առաքյալը, եւ ողջունելով առաքյալներին ուղղակի դիվում է առաքյալին ասելով. Թովմաս, բեր քո մատները եւ դիր այստեղ ու տես իմ ձեռքերը եւ բեր քո ձեռքը եւ մցրու իմ կողի մեջ, անհավատ մի եղիր, այլ հավատացյալ։ Եվ ինչ է տեղի ունենում, սիրելիներ։ Բնականաբար առաքյալը զարհուրած այդ պատկերից, երբ ինքն էլ իր աչքերով տեսավ խոցված Քրիստոսին, տեսավ վիրավոր Քրիստոսին, այդ չարչարված մարմնով, նա բնականաբար ոչ իր մատները խրեց այդ վերքերի մեջ եւ փորձեց շոշափել Քրիստոսին, թե արդյոք իրական Քրիստոսն է իր առջև կանգնել, այլ կատարեց մեծագույն վկայությունը բոլոր այդ առաքյալների մեջ, լինելով վերջինը, որ հավատաց Քրիստոսին, որովհետև առիթ չէր ունեցել նախապես նրան տեսնելու, նա աղաղակեց եւ ասաց, որ Տեր իմ եւ Աստված իմ։ Լինելով առաջինը, նա խոստովանեց Քրիստոսի աստվածային էությունը, խոստովանեց, որ Քրիստոս Աստված է եւ Տեր է։ Եվ այս պատճառով, սիրելիներ, այս մեր ուշադրությանն է բերում Հովհաննես ավետարանիչը, որովհետև ճիշտ այսօրվա ավետարանը սկսվում է նույն հաստատումով, որ ի սկզբանե էր բանը, բանը Աստուծո մոտ էր եւ Աստված էր բանը։ Եվ ժամանակների լուրումին նա աշխարհ եկավ յուրայինների մոտ, որպեսզի ճանաչեն նրան եւ փրկվեն նրանով։ Սակայն ինչպես փաստում է առաքյալը, ասում է, բանը մարմին եղավ, բնակվեց մեր մեջ եւ տեսանք նրա փառքը նման այն փառքի, որ Հայրն է տալիս միացնին, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Սիրելիներ, Քրիստոս հայտնվեց արարչագործության սկզբից, երբ ինքը մասնակից դարձավ արարչագործության։ Այսօր Սուրբ Հարությամբ, այս նոր կիրակիով Քրիստոս նոր արարչություն է երկնում, որով որ շունչը փչելով մարդու մեջ, հարության շունչը, նոր շունչը ամենքից հրավիրում է նորոգյալ կյանքի, նոր կյանքի, որպեսզի մենք երբեք չտարակուսենք, երբեք չտատամսենք եւ ինչպես Հովանու 14-րդ գլխում ասում է, ինքներս մեզ այլևս որբ չզգանք, որովհետև Քրիստոս դառնալով մեզ ասաց. ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ ևս,
եւ այս աշխարհ ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք, որովհետեւ ես կենթանի եմ եւ դուք կենթանի եք լինելու։ Այս արարչության մասին է խոսում Քրիստոս, ասելով, որ ձեզ որբ չի թողնի, որովհետև եթե ձեր ունգերի մեջ փչում է իր Սուրբ Հոգին, սիրելիներ, եթե ինքը իր հարության մասին է վկայում, բազում հայտնություններով եւ հրաշքներով, որոնք որ տեղի ունեցան հարությունից հետո մինչև նրա համբարձումը, ապա մենք պիտի կարողանանք մեր սրտերով եւ հոգիներով խոնարհվել այս բարձրության եւ մեծության առջև եւ խոստովանել, ինչպես Թովմաս անհավատը, թերահավատը խոստովանեց, ասելով. Տեր իմ եւ Աստված իմ։ Որովհետեւ այդ խոստովանության մեջ է, սիրելիներ, յուրաքանչյուրիս փրկության ճանապարհը։ Այդ խոստովանությամբ անկեղծ բարձրաձայնումով մեր հոգու այդ ճիչով է, որ մենք վերահաստատում ենք այն կամուրջը, որ Աստված պարզել է դեպի մեզ, եւ մենք էլ հավատալով Տիրոջը մեր ոտքն ենք դնում այդ կամուրջի ամրությանը հուսալով։ Եվ եթե մենք քայլում ենք դեպի Աստված, ապա մեզ Աստված միշտ ուղղում է միևնույն հարցը, որը նա ուղղեց Պետրոս առաքյալին, երբ հայտնվեց Գալիլեայի լճափին։ Հիշենք, թե ինչ կատարվեց, երբ հերթական հրաշքը կատարեց եւ առաքյալները կարողացան իրենց ապրուստի համար հերթական ձկնաքանակը որսալ լճից, շնորհիվ Տիրոջ ողորմության եւ Տիրոջ ուղղորդման, եւ երբ նստեցին ճաշելու, Տերը երբ ձուկ օրհնեց եւ տվեց նրանց ճաշակելու, բացվեցին նրանց աչքերը եւ ճանաչեցին Տիրոջը։ Բայց այն ինչ որ կատարվեց դրանից հետո, թերևս շատ ավելի կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայից համար, որովհետեւ Հիսուս դարձավ Պետրոսին եւ սկսեց հարց տալ, ասելով. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ ավելի քան դրանք։ Եվ Պետրոսը պատասխանեց նրան. Այո, Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. Արածեցրու իմ գառներին։ Դարձյալ ասաց նրան. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Նա ասաց նրան. Այո, Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. Արածեցրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամ նրան ասաց. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե սիրում ես ինձ, ու նրան պատասխանեց. Տեր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թե սիրում եմ քեզ։ Հիսուս նրան ասաց. Արածեցրու իմ ոչխարներին։ Եվ այնուհետև խոսելով, թե ինչպիսի հետագա ընթացք պիտի ունենա առաքյալը, ի վերջո նրան ասաց. Արի իմ հետևից։ Քրիստոս մշտապես ուղղում է այս հարցումը մեզ, ինչպես որ ուղղեց իր առաքյալներից ամենատարեցին։ Պետրոսին, որին համարեց ժայռը եկեղեցու, իր հասունության պատճառով, իր գիտակցության պատճառով, մեկի, որ անպայմանավոր սիրով կապված էր Քրիստոսին եւ ասում էր անգամ կյանքս պատրաստ եմ տալ քեզ համար։ Բայց նույն Պետրոսը 3 անգամ ուրացավ Քրիստոսին։ Եվ Քրիստոս ուղղում է հարցումը, որը շարունակաբար ամեն իրավիճակում, երբ մենք ոտք ենք դնում ուրացման ճանապարհի վրա, երբ մենք ետ ենք նահանջում Աստուծո պատվիրաններից, երբ ասում ենք այս անգամ զիջենք, հաջորդ անգամ կկատարենք, ինչպես որ Պետրոսը վախից, երկյուղից, կասկածից, թերահավատությունից մղված 3 անգամ ուրացավ Քրիստոսին եւ Աստուծո նշանը հնչեց, աքաղաղը կանչեց, այս դեպքում էլ 3 անգամ Քրիստոս հարցնում է Պետրոսին. Պետրոս, որդի Հովնանու, սիրում ես ինձ։ Եվ ասում են հայրերը.
3 անգամ նրան այս հարցումը ուղղեց, որպեսզի 3 անգամ իր ուրանալու պատճառով նրան վերահաստատի առաքելական իր պատվի մեջ, որպեսզի Պետրոս առաքյալը ևս կարողանա հանձնառել այն առաքելությունը, որին որ Տերը նրան ի սկզբանե աշխարհի կոչել է։ Կոչել էր որպես արածացներ իր հոտը եւ նույնպիսի մահը առնել իր վրա, ինչպիսին որ առել էր Քրիստոս։ Եվ երբ ստանում է պատասխանները Պետրոսի, Պետրոս, որ խառնվել էր իրար, որ մտածում էր շփոթար, արդեն ինչու է 3-րդ անգամ հարցնում, միթե փորձում էին եւ խռովում էր իր հոգու մեջ, բայց չգիտեր, որ Տերը նրան պիտի պատմեր, թե ինչպիսի մահով նա պիտի բեռներ, բայց նաեւ նրան կոչեր մեծագույն առաքելության իր կյանքի, որ Քրիստոսի վկայությունն է։ Եվ այդ իսկ պատճառով Տերը նրան ասաց. «Արի իմ ետևից»։ Երբ մենք հարության լույսով համակված եւ տոգորված Քրիստոսի հավատով ոտք ենք դնում Քրիստոսի հետևելու ճանապարհին, սիրելիներ, այդ ճանապարհից դարձը դավաճանություն է եւ ուրացում։ Երբ մենք Քրիստոսին վկայում ենք եւ հանձն ենք առնում Քրիստոսին, մկրտվելով նրա անունով եւ դառնալով քրիստոսակիրներ, քրիստոնյաներ, մեզ համար այլ ճանապարհը դա մեղքի եւ սատանայահաճո ճանապարհ է, որովհետեւ դրանով դևերը հաջողում են իրենց առաքելության մեջ ձեզ հետ պահելով պայծառ, չքնաղ, սքանչելի առաքինի կյանքից, որ միմիայն Տիրոջով է իմաստավոր եւ ողողված։ Եվ սիրելիներ, մեզ միշտ Աստված կանչում է, ասելով, եթե կանգնել ես այդ թափուր գերեզմանի առջև եւ խավարը գերեզմանի քեզ չի ընկճել եւ կարողացել ես քո մեջ այդ խավարը լույսի վերափոխել, ապա արի իմ հետևից, որովհետեւ դա է ճանապարհը գնալու քրիստոնեական կյանքով, ապրելու քրիստոսահաճո կյանքով, միմիայն ընթանալու առաքինությունների, շնորհների եւ Տիրոջ պարգևները վայելելու ուղիով։ Եվ այդ վայելքի մեջ, սիրելիներ, մենք ամենքս ունենք հանձնառություն ոչ միայն անձնապես ապրելու այդ կյանքը եւ անհաղորդ մնալու մնացյալների ապրած կյանքին, այլ մեր կյանքով նախ եւ առաջ վկայելու, որովհետեւ մեր անձնական վկայության մեջ է մեր շնորհը Աստուծո առջև։ Եվ Աստված մեզ ճիշտ կոչում է այդ վկայության եւ յուրաքանչյուրին ասում է. «Արի իմ ետևից»։ Բայց Պետրոս առաքյալը մարդկայնորեն նորից ասում է. «Իսկ այն աշակերտը, որում դու սիրում էիր, ինչ է լինելու նրա հետ։ Նա էլ պիտի գա մեր հետևից»։ Եվ Քրիստոսը պատասխանում է. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ինչ հոգ, դու արի իմ հետևից»։ Յուրաքանչյուրիս Տերը անհատաբար է կանչում։ Եվ այս դեպքում էլ նույնն է։ Տերը կանչեց յուրաքանչյուր առաքյալին առանձնաբար, յուրաքանչյուրին տվեց իր վկայության ճանապարհն ուղին, որը երբեք չէր նմանվում կողքինին, որովհետև մեկը նույն Թովմաս առաքյալը պիտի հանդիպեր Հնդկաստանում, Պետրոս առաքյալը պիտի դուրս գար իր ճամփորդությունների, Պողոս առաքյալը, որ պիտի հալածեր եկեղեցին եւ Քրիստոսին, այնուհետև դարձի գար, պիտի իր առաքելական 4 ճամփորդությունները կատարեր եւ ի վերջո Հռոմում նահատակվեր, եւ այդպես շարունակ մեր առաջին լուսավորիչները պիտի գային հայոց ազգին լուսավորելու եւ իրենց հեղված արյամբ ոռոգելու մեր սրբազան աշխարհը, յուրաքանչյուրը կոչվեց առանձնաբար առաքելության եւ Քրիստոս ասաց. «Քո ինչ հոգն է, թե ես
մյուսին Հովանես առաքյալին ինչպիսի առաքելության եմ կոչել։ Նա կգնա իր առաքելության, հոգ մի արա իր համար, դու արի իմ ետևից։ Սիրելիներ, այսօր մեզ Քրիստոս ճշմարտապես կոչում է իր ետևից, հավատալով, որ մենք երբեք իր խոստման համաձայն որբ չենք մնա այս աշխարհում, այլ պիտի կենդանի լինենք, կենդանի այս շնորհներով, որ նա մեզ պարգևեց, կենդանի հարության ուղիով, որ մեր առջև բացեց, ուղի, որ մեզ առաջնորդում է միմիայն, եթե մենք կանգնում ենք թափուր գերեզմանի առջև, առաջնորդում է այդ գերեզմանի առջևից դեպի երկնքի արքայություն։ Եթե մենք չենք գնացել եւ չենք կանգնել մեր վախերով, մեր կասկածամտությամբ, մեր թերահավատությամբ, մեր կոմպլեքսներով, արգելակող բոլոր երևույթներով մեր կյանքի, մեր առատ մեղքերով, եթե մենք չենք կանգնել այդ գերեզմանի առջև, աշխարհում միակ խավար այդ գերեզմանի առջև, որտեղից ի վերջո լույս է ծագում հավատավոր հոգիներին, եւ այդ գերեզմանի առջևից չենք սկսել նոր ճամփորդություն դեպի երկնքի արքայություն, ապա մեզ համար նոր կիրակին, նոր արարչությունը որևէ իմաստ եւ բովանդակություն չունի։ Տերը մեզ կանչում է ճիշտ այդ հանգրվանից, երբ որ մենք կարողանում ենք խորտակել մեր անհավատությունը, երբ մենք կարողանում ենք պայքարել մեր կասկածների հետ եւ թերահավատությունը թաքցնել հեռավոր մի անկյունում եւ թույլ չտալ, որ այն երբեք գլուխ բարձրացնի մեր հոգիներից ներս։ Երբ մենք ոտք ենք դնում այդ ճանապարհի վրա, ապա այն մեզ համար դառնում է լույսի, հավատի, ճշմարտության եւ իրական հարության ճանապարհ։ Ուստի մաղթում եմ ձեզ, որ այս նոր կիրակին, իբրև տերունական օր, հաստատված այդ օրվանից, Քրիստոսի Սուրբ Հարության օրվանից, առ այսօր եւ մինչեւ ժամանակների վաղճանը, թող ձեզ համար լինի միմիայն Աստծո պաշտամունքի օր, որպեսզի դուք միմիայն ձեր քայլերը ուղղեք դեպի Աստված, Աստծուն պաշտելու, Աստծուն հաղորդակից դառնալու, Աստծուն հաղորդվելու նաեւ եւ այդ հաղորդությամբ զորացած, գոտեպնդված ձեր կյանքի բոլոր խավարները եւ գերեզմանները, կործանարար բոլոր երևույթներն ու որոգայթները կարողանաք վերափոխել օրհնության, կարողանաք փոխարինել Աստուծո շնորհներով եւ ցրել Աստծո մշտամնա լույսով։ Եվ երբ զգում եք, որ տկարանում եք, ակա միայն մեկ դարման ունեք ձեզ համար, որ դուք բոլորով միմիայն բացականչեք եւ պարզեք ձեր հավատի վահանը ընդդեմ չարի, ասելով Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եվ ճիշտ այս հավատով, սիրելիներ, դուք կհաղթեք աշխարհին, չարին եւ բոլոր տեսակի փորձանքներին։ Տիրոջ շնորհը, սերը եւ խաղաղությունը թող ամենքիս հետ լինեն այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ